Նիկոլ Փաշինյանն ասում է, որ 99 տարով կարողացել են գծել Հայաստանի հարատևության պլանը։ Լսել եմ Աննախադեպ մի այդ բան։ Ա, լսել եմ այդ բանը, ինքը չի գծել հարատևության պլան, ինքը իմպիչմենտի եզրին գտնվող ամերիկյան ադմինիստրացիայի կողքը կանգնած անհատների, ընդ որում կոռումպացված անհատների, եթե խոսքը Վիչկոֆի եւ Կուշների մասին է, սրանց գործունեության շնորհիվ փորձում է թոզ փչել Հայաստանի բնակչության աչքերին, թոզ, այսինքն փոշի, չնայած հասկանում եմ բոլորս ինչի մասին է խոսքը։ Ոչ այս ադմինիստրացիան 99 տարվա հնարավորություն չունի եւ չի լինելու։ Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգներում հենց հիմա հրապարակվող հարցումները ցույց են տալիս, որ Տրամպի ադմինիստրացիան պատմության մեջ ամենացածր վարկանիշը ունի եւ իր ոչ միայն իմպիչմենտի, այլ կրկնակի քրեական գործերի հարցումը իդեմ ընդհանրապես այլևս հարց չի։ Հանրապետականների շրջանում գործում է կարծիք հիմնավորված կարծիք կա, որ նրանք ընտրությունների չեն գնալու, այսինքն մեծ հավանականությամբ ներկայացուցիչների պալատում Տրամպը կկորցնի մեծամասնությունը, դա նշանակում է, որ ինքը ֆինանսավորում չի ստանա, դա նշանակում է, որ ներքին պալատը սկսել է շատդաունների քաղաքականությունը եւ ամեն կերպ կասեցնելու է Տրամպի ադմինիստրացիայի գործունեությունը, այնտեղ ստուգումներ, քրեական գործեր եւ այլն, այսինքն Ամերիկային տենց տուրբուլենտության բավականին երկար ժամանակահատված է սպասում։